Հիմա Իլհամ Ալիևը ասաց, կետած երբ որ պահին համաձայնվես կգաս։ Եկել ասում է պատրաստ եմ ստորագրել, ասում է դե որ պատրաստ ես, մի հատ գրի որ պատրաստ ես, հիմա երեք գրել էին իմիջիալոց ես հավատում եմ դրան, որ ինքը միակողմանի ստորագրելու է։ Ես կտենակ ինչ արելու։ Այսինքն Փաշինյանը ստորագրի այդ պայմանագրի տեքստը կա, չէ, այնտեղ գրած է, չէ, հայկական կողմից Նիկոլ ստորագրելու է, դնի Facebook, կտենակ ես մենակ իմ մեռնել չգիտեմ։ Էդի դնելու է ստորագրությունը, այդ նկարը դնի Facebook, ասի տեսեք ես արդեն ստորագրել եմ։ Իլհամ Ալիևը ուզում է փոխանցենք դու ինքն ստորագրի, ուզում է ինձ կանչի Բաքու կամ մի հատ էլ իմ ձեռով բերեմ տամ ինքն դե ստորագրի։ Ոնց ուզում է, ես արդեն Հայաստանը արդեն ստորագրել է։ Այդ ստորագրությունը որ չդնի էլ, արտգործ նախարարությունը արդեն ասել է, որ իրանք դիվանագիտական խողովակով են Ադրբեջանին ասել, որ իրանք, այսինքն մի հատ գրություն պաշտոնական կամ դիվանագիտական նոտա արդեն տվել են, որ իրանք այդ 17 կետին համաձայն են։ Հիմա Ադրբեջանն էլ ինչ ասել, ասել է մենք չենք ստորագրել, չէ՞, դուք միակողմանի ստորագրել եք, չէ՞, այսինքն ընդունել եք, չէ՞, որ դա պետք է կատարվի, դե կատարեք։ Ու բոլոր այդ 17 կետերի պահանջները, որոնց մասին թող մեր հեռուստադիտողներն էլ ուշադիր լինեն։ Մեզ չեն ասել։ Մենք մենակ գիտենք այդ երկու կետի մասին, որոնք ընդունել են։ Էն էլ որտես գիտենք Ալիևից։ 15 կետ ինչա գրած։ Ոչ մեկ չգիտի, չեն ասում։ Եթե դու պատրաստ ես, այսօր գրում ես, ասում ես պատրաստ եմ ստորագրելու։ Բան չի չես գրում, տենանք ինչն ես պատրաստ ստորագրելու դու։ Ինչի տակ ես պատրաստ ստոր, դա չի ասում, գախնի է պահում, որտեղ շամպես հասկանում է ինչ գալատներ արե։ Ես գիտեմ ինչա գրած ընդ է։ Ես անգիր գիտեմ ինչա գրած։ Ես այդ փաստաթուղթը չեմ կարտացել, բայց գիտեմ ընդ է ինչա գրած։ Ես մի անգամ Facebook-ում գրառում եմ արե գախնազերծում վերնագրով։ 15 կետ էի գրել, թե ինչ կարա բովանդակի այդ պայմանագիրը։ Եվ դա ոչ թե գախնազերծել եմ ծանոթանալով գախնի փաստաթղթերին ծան, այլ ընդամենը նայել եմ Իլհամ Ալիևի վերջին 2 տարվա հայտարարություններին եւ առաջնորդվել եմ պարզ տրամաբանությամբ։ Պարզա չէ, որ եթե Ալիևը նման պահանջ է դնում, բանակցությունից էլ ասել է, այս պահանջը դու պիտի կատարես։ Ասեմ ինչ են դե գրած, գլխավոր պահանջները, անկլավներ, առաջի քայլը է տալնելու, որ մի անգամից այդ 3 տարածքը Տավուշի մարզից, մի հատ Արարատի մարզից պիտի հանձնվի, իբր մտում Ադրբեջանը պիտի արտվաշեն տա։ Սուտ Ադրբեջանը ոչ մի արտվաշեն չի տալու, այդ արտվաշենը մեր համար ոչ մի ստրատեգիական նշանակություն չունի, իսկ իրանք դրանով Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը 3 տեղից, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը Երասի գլխավոր հատվածից վերցնելու են այդ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը։ Առաջի գլխավոր պայմանը է տալնելու։ Երկրորդ գլխավոր պայմանը լինելու է Հայաստանի զինված ուժերի զինաթափումը, որ այդ Նիկոլ Փաշինյանն էլ չի ասում սպառազինությունների վերահսկում բան, ով է թողնելու, ասենք թուրք ինսպեկտոր, ադրբեջանցի ինսպեկտորներ են գալու։ Եթե մտնեն մեր զորանոցները, ասեն, էսի խախտում է պայմանագրի դրույթները, այս տանկերը, այս հրետանային միջոցները, բաները, դրանք հարձակողական են, մեր պայմանագրի դրույթներին խախտում են։ Աշներից առաջ սվարկայով կտրելու են, թափ են դրանք։ Կտենակ ինչեր առնելու էսը։ Ես վստահ եմ ինչ, այո։ Կայացնում պարոն Ղազարյան, բայց վախենամ դա լսեք իրան, լսեք ու Ալիևին, լսեք ու ինքն էր, չի ասում։ Ես առաջարկել եմ Ադրբեջանի սպառազինությունների վերահսկման համակարգներ։ Ադրբեջանը կասի դու ես չի առաջարկի, դա արի քո սպառազինությունները վերահսկենք, պիտի զենք ձեռ չբերեք։ Ալիևն ասել է, չէ, Հայաստանը պետք է նույնիսկ իր առած զենքերը հետ ուղարկի։ Պիտի ոչ մի զենք ձեռ չբերի, ոչ մի պայմանագիր պիտի չկնքի, որը նշանակում է Հայաստանի զինված ուժերի համար զենք ձեռք բերել։ Հեսա կլա ժողովրդի շուրջ կասի, տեսեք ինչ լավ, բանակը վերահսկում ենք։ Ժամկետային զինծառայություն Հայաստանում չի լինելու։ Լինելու է մենակ կամավոր պայմանագրային զինծառայություն, այնել կանանց գնդեր, լինեք պաշտպանության նախարարության վերջի մի տարվա հաղորդագրությունները, ինչա, կանայք բանակում։ Չգիտեմ, Մելին են գնաց բանակ, Մելին են զորացրվավ, Արմին են գնաց, իրանք կրակին, կին սպան, կին ճաշարանի աշխատողը, կանանց վաշտը, կանայք բանակում, կին սպան, կին, չգիտեմ, հրամանատարը, էսա կասեն բանը, տղամարդ չկա, բանակ չկա, խաղանես բան, պիկնիկ։ Կեթանք ընդե դաշտը հաս կուտենք, կկրակենք, են Արփի Դավոյանն էլ է, չէ, իրա համապատասխան ոտերով մի անգամ գնացել պոլիգոնում կրակելու, ունենց են նեղ շալվար աղջ ասա, գիտես այդ վիճակում ես մի քիչ լեն շալվար հակի էլ, ասենք, ինչ պարտադիր է, հենց նեղ շալվար հակնես, հակուստ այդ ֆունկցիան ունի, որ կարա թաքցնի և ինչ-որ պետք է չերևա, կարաս հենց անես չերևա, եթե գիտես որ այդ վիճակն անջես,
ասեք եթե մեկներ ինքն էլ չէ տենում։ Գնացել էր պոլիգոնում կրակելու, բանը հրամանատարը դառնալու էլի հիմա, սրանց այս պահանջն է դնելու, մյուս պահանջը լինելու է սահմանից զինված ուժերը հետ քաշել է, որ պիտի սահմանին կանգնեն մենակ սահմանապահ, մի հատ կալաշնիկով ավտոմատով, սահմանապահները սահման չի կարող պահպանել, ընդամենը սահմանախախտման դեպքեր պիտի արեն, մաքսանենգություն, թմրանյութերի բանակը հետ են քաշելու սահմանից, ասելու է պիտի սահմանի լինի 1 կիլոմետրանոց չեզոք գոտի, Ադրբեջանը բնականաբար չի լինելու, Հայաստանի 90 սահմանամերձ գյուղ հայտնվելու է չեզոք գոտում, այնտեղ լինելու է պրոպուսկով ռեժիմ, այսինքն որպեսզի գնանք Խաչի գյուղ, պիտի պրոպուսկ ունենաս, պասպորտը պիտի հետնելի, պիտի ասես ում մոտ ես գնում, այդ խանութում պիվա չեն ծախելու, Խաչի գյուղի բնակիչները պիտի իրենց որսորդական հրացաններու դանակները տանեն հանձնեն ոստիկանության բաժին, որտեղ իրանք չեզոք գոտու բնակիչներ են, այնտեղ ալկոհոլ չի կարող վաճառվի, այնտեղ պիտի ժամը 9-ին լուսերն անջատեն քնեն, առավոտ 6-ին արթնանան, որտեղ իրանք ապառազմականացված գոտու բանի զաստավի բնակիչներ են համարվելու, ու տենց 90 սահմանամերձ գյուղ Հայաստանում հայտնվելու է այդ վիճակում։ Ճանապարհ տրամադրելու ադրբեջանցիները առանց մաքսային հսկողության, առանց անձնագրային հսկողության, եւ երկաթգծով, եւ բեռներով, եւ իրաց մնացած տեխնիկայով գալու են։ Էս է գրա, 15 կետերն եմ ասում, ես չեմ ասում լրացուցիչ պահանջները, որ պիտի ադրբեջանցիներ կան բնակվեն Հայաստանում, դրանք էլ հիմա մի տարվա մեջ բազմանալա, որ բազմանում են, սրբից ասին 120,000, հետո դառավ 170,000, հիմա 300,000, ես վերջել ասում են 300,000-ը իրանք են, բայց իրանց ցրուսները, արդեն կնիկ երեխա, թոռն ունեն, մեկը արդեն ծոռ ունի, դրանց ընտանիքներով որ գալիս են, դնում են 1.5 միլիոն, այդ 1.5 միլիոնը պիտի գան Հայաստանում բնակություն հաստատեն, Հայաստանի իշխանությունները պիտի նրանց կեցության հարցերը լուծեն, անվտանգության հարցերը լուծեն։ Իլհամ Ալիևն ասել է, չէ, Նիկոլ Փաշինյանը պիտի իրանք հələ զիջումների են գնում, իրանք կարան գան Երևան։ Եկել էին, երգում էին Նիկոլ Փաշինյանի պատի տակ։